Լույս առօրյուն շարունակում ենք ողջունում ենք մեր շատ սիրելի հեռուստադիտողին, եթե դուք չլինեք, մենք չենք ունենա աշխատավարձ, այսինքն մեզ չէին դիտելու, կարիքի չէ լինելու մեր TV եւ մեր հաղորդման։ Շնորհակալություն, որ դուք կաք։ Դե ինչ, գնացինք ապրիլի 15-ից հունիսի 5-ը Երևանում կանցկացվի ժամանակակից թատրոնի եւ պերֆորմանսի ինտենսիվ աշխատարան համադրված միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր Իլյա Մոշիցկու կողմից այն կրելու է առաջադրված հանգամանքներ խորագիրը, որը Կոնստանտին Ստանիսլավսկու հայտնի արտահայտություններից է։ Հոսք մշակութային հիմնադրամի այս ծրագիրը կոլեկտիվ ստեղծագործ աշխատանքի վրա հիմնված հետազոտական հարթակ է։ Ծրագրի նպատակների միջոցառումների մասնակից դառնալու տարիքային սահմանափակումների եւ այլ մանրամասների մասին խոսենք մեր հյուրի հետ։ Կարեն ջան, կարդալու համար 5, իսկ մեր հյուրն է Հոսք մշակութային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մլքե Գալստյանը։ Բարի լույս։ Լույս առավոտի, շնորհակալություն, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Ոնց են ճուտիկները, թողեցին։ Հա, իհարկե։ Քնեք գիշերը, սկսենք այդտեղից։ Մոտ արդեն, մոտ առավոտը բավականին շուտ է սկսում, բայց լավ եմ։ Շնորհակալություն, որ հյուրընկալում եք, շնորհակալություն, որ հնարավորություն եք տալիս նաև խոսելու այսպես փորձարարական բաների մասին, որ մենք անում ենք։ Առցանց դասախոսություն, հրավիրված ֆանտաստիկ մասնագետներ, յոգա եւ ի վերջո Խրոնոֆեստ 2026 ինչից սկսվեց սա եւ շնորհակալություն սա բերելու համար։ Որ խոսենք ինչից սկսած, պետք է մի փոքր հետ գնանք, հասնենք անցած տարի, քանի որ Հոսք հիմնադրամը երևի թե կարելի ասել ակտիվ է 1.5 տարի եւ անցած տարի մենք արեցինք տես լաբորատորիաներ, հիմնականում մենք աշխատում ենք լաբորատորիաներ, դասախոսություններ ֆորմատներով եւ մենք արեցինք էտյուդ լաբորատորիան, որը հենց պերֆորմանսի թատրոնի մասին էր, որտեղ 3 օրվա ընթացքում ստեղծվում էին նոր միաձուլումներ, քանի որ Հոսքն էլ աշխատում է տես միջդիսցիպլինար, այսինքն տարբեր ոլորտների միջև եւ Ընդհանրապես միջև խոսալ տեխնոլոգիական նորարարությունների բանից, մենք նաև ուզում ենք հասկանանք, թե ինչ կա այսօր, ինչ կարելի անել, որտեղ է ոլորտը, ինչ տեսակ առաջընթացներ են գնում, եւ եղավ այս դասընթացի, այս երկարացված աշխատարանի ներկայացման բեմադրման գաղափարը, որը մշակվեց արդեն Իլիայի հետ, գնացինք մանրամասները, արդեն մեր թիմը միացավ, ու սենց մի հատ մեծ բան է, գլուխկոտրուկ է, որը տարբեր կողմերից ենք մտածել։ Իրականում Ինչու պակաս, ինչ չկար, որ գիտեք, մենք նախ ոչ մի բան պակաս չի, որովհետև երբ որ մի վիշտ ասում ես պակաս, մի սկսում ես ոնց որ բացասական կողմից։ Ավելի շատ մենք մտածում ենք, թե մենք ուր ենք ուզում գնանք, ինչ կրթություն ենք ուզում տալ, որովհետև բնականաբար մենք ունենք մասնագիտական բուհեր, մենք ունենք մասնագիտական կրթություններ, եւ այս աշխատարանը հիմա տեղի է ունենում մասնագիտական ամեն ինչից դուրս, քանի որ ինքը ավելի տենց փորձարարական ձևաչափով է տեղի ունենում եւ ապագայում մեր տեսլականում բնականաբար կա համագործակցել արդեն մասնագիտական բուհերի հետ, բայց միջև հասկանանք, թե մենք ինչ ենք անում, մենք հիմա իրեն անում ենք ավելի շատ բուհից դուրս եւ երևի թե այն խնդիրը կար, որ կա հիմա ամբողջ աշխարհում, ոչ մենակ Հայաստանում, արդյոք կան ժանրեր թատրոնում, այսինքն արդյոք ժանրերը պերֆորմանս թե թատրոնը ինչ է ներկայացում է, ինչ տեսք ունի, ինքը արդեն բավականին սենց մաշվող եզրեր են իրար միջև ու արդեն մենք արդեն տեսնում ենք դա շատ ակնհայտ ֆիլմ արտադրության մեջ, հա, որտեղ նույնիսկ ժանրը շատ դժվար է Մաքուր ինքը մի հատ բան չկա։ Մաքուր ինքը էլ չկա, ամեն ինչ խառնված է իրար։ Ու մեր համար երևի թե տենց գեր նպատակատեսնել կարողանում ենք մենք ստեղծել մի միջավայր, որտեղ ստեղծում ենք կամ մեծացնում ենք այն կարողությունները, որտեղ մենք ունենանք դերասան, կատարող, որը կարողանում է տարբեր ձևաչափերում աշխատել։ Իլյա Մոշչիցկին հայտնի էր յուրահատուկ ձեռագրով, ինչ նոր մեթոդաբանություն եւ ինչ որ հետաքրքիր նորություն է բերում հայկական թատերական միջավայր, այսպես ասած։ Բայց եթե չեմ սխալվում, ինքը 23-ին, չէ, համազգանի հետ ունեցել է աշխատանք համագործակցություն։ Ինքը նույնիսկ չի որ հայտնվել է հենց այսօր, այսինքն ինքը արդեն ոլորտում մեծ հետ է։ Գիտեք, նաև շատ կարևոր է նշել, որ ամբողջը իր մեթոդաբանությունը չի, սա նաև մի ամբողջ համադրողական թիմ է աշխատել եւ այդտեղ մեծ դեր ունեն նաև օրինակ, չգիտեմ, այդպիսի համաշխարհային դեպք, ոնց որ Կոնստանտա Մարկասն է, որը գալիս է, որ ինքը, չգիտեմ, իր
համար մենակ ինչքան հայտեր ենք ստացել կամ այլ մարդիկ, ինչն է այստեղ կարևոր։ Մենք ունենք 1.5 ամիս, որտեղ ունենք շատ տարբեր մասնագետներ ու փորձում ենք մի հատ sense կարելի ասել 5 տարվա կրթությունը սեղմել 1.5 ամսում ու ստանալ sense ինտենսիվ, դրա համար ենք իրան նաև ինտենսիվ անվանում, ինչն է նորամուծություն է լինելու, երևի թե հարցադրումը հենց առաջադրված այդ հանգամանքների կամ բանի, որտեղ մենք խոսում ենք հենց Ստանիսլավսկու անձի մասին։ Ու շատ հետաքրքիր անձ է ինքը, որովհետև ինքը ստեղծել է մի մեթոդաբանություն, որի հիման վրա մենք կանգնած ենք, բայց նաև մեծ հարցեր է իր ստեղծագործական, որպես ստեղծագործող արժեքը, որպես անհատ ստեղծագործող, նաև մեծ հարցեր է թե ինչի է ինքը ուզեցել դա անել, ինչի է մեթոդաբանության խնդիրը իր մեջ առաջացել, եւ ընդհանրապես եթե ինքը այսօր լիներ, ինչ կլիներ, ինչ արձագանք կլիներ, հա, ու դա երևի թե լինելու է այդ հետաքրքիր միջավայրը, որտեղ եւ աշխատարանը լինելու է։ Շողական ջան, դուք նշում եք, որ սա կոլեկտիվ, ստեղծագործ, աշխատանքի հիմնված հետազոտական հարթակ է, հա, այսպես ասած, որոնք են այն հիմնական հարցերը, որոնց պատասխանները փնտրելու են մասնակիցներն այս աշխատանքի ընթացքում։ Առաջին հերթին մասնակիցը պետք է ունենա մեծ ցանկություն նորը բացահայտելու, որովհետև հա, որովհետև չգիտեմ, եթե երբ որ մենք ամեն օր սովորում ենք, մենք սովորում ենք իրարից, սովորում ենք ամեն ինչից, անվերջ սոցիալական մեդիայից սովորում ենք, որ ամեն ինչ սխալ ենք անում, ու այդ ամեն ինչը, բայց նաև այստեղ կարևոր է, երբ որ մասնակիցը գալիս է, այդ սպասումների հիմնական մասը լինի այն, որ ինքը պատրաստ է նոր բանի, որովհետև օրինակ սկսում ենք օրը յոգայով, ինչ կապ ունի յոգան, թատրոնը եւ այս ամեն ինչը, բայց փորձելով տարբեր մասեր, տեսական մաս, հա, չգիտեմ, նույն Անահիտ Ղազարյան ունենալու է դասախոսությունների շարք, որտեղ բացահայտելու է թե ինչպես է հենց Ստանիսլավսկին բացահայտվել հայ թատրոնում կամ հայ լեզու թատրոնում, այսպես ասած, ու այս ամեն անցալելու համար քեզ պետք է ոչ թե գալ, որ դառնաս սուպեր, այլ գաս, որպեսզի նաև դու ինքդ քեզ հարցեր տաս ու քո հարցերին պատասխանես։ Ու դրա համար, երբ որ խոսք է լինում, օրինակ, ինչպիսի մարդիկ կարող են դիմել, հա, առաջին հերթին ունենալով մասնագիտական գոնե կողմնորոշվում, այսինքն որ սա ձեր համար հերթական մի փորձառությունը չի, որը ուզում եք անեք, որովհետև ազատ ժամանակ ունեք, ունեք մասնագիտական նվիրվածություն եւ ունեք կարիք նորի։ Կներես, իսկ կան արդյոք հատուկ ինչ-որ չափանիշներ կամ մասնագիտական նախապայմաններ նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ այս ամենին։ Այդ շատ հետաքրքիր հարց է, որովհետև այդ հարցի շուրջ մեր թիմը երևի թե շատ երկար է բանակցել, իրար հետ կռվել եւ ինչ որ տեղ հասել ենք, որ ինտրիգային հարց ենք, տալիս առավոտ յան։ Այո, որովհետև դա հարց է, նայեք, տեսեք, մենք ունենք օրինակ հայտեր, որտեղ գալիս են պետական դրամատիկական թատրոնից դերասաններ։ Մենք ունենք մասնակից, որը համադրող է ընդհանրապես վիզուալ արվեստից է։ Մենք ունենք, չգիտեմ, գրող կամ բան։ Ու այստեղ մեծ հարց է առաջանում, արդյոք ո՞րն է այն սկզբնակետը խմբի համար, որ մենք պետք է սկսենք։ Մենք սկսում ենք 0 կետից, վերցնում ենք ինչ-որ մարդիկ, որոնք ընդհանրապես ոլորտից տեղյակ չեն։ Մենք այսօր Կարենը կարող ենք գալ եւ միանալ։ Գնանք խանգարենք մարդկանց։ Չէ, եթե պատրաստվում եք մենակ թատրոնում եւ պերֆորմանս արվեստում, ապա անպայման։ Նոր ապագայում ինչու ոչ, ինչու ոչ։ Ես եւ դուք խաղի իրագործող։ Հա, բայց նաեւ եթե դուք ուզում եք փոխել ոլորտը, ուզում եք գալ դեպի ոլորտը, մենք իրոք բաց ենք։ Երևի թե այստեղ եկավ նաեւ այն հատվածը, որ չափանիշը դրվեց պատասխանատվության տոկոսը դեպի աշխատանքը ու դեպի ոլորտը։ Եվ հնարավորություն եք տալիս, ներողություն, նաեւ ոնց որ մարդուն հնարավորություն եք տալիս, որ ինքը լսելի դառնա։ Այո, նաեւ հնարավորություն ենք տալիս ապահով տարածքում փորձել ինքն իրեն նոր ձևաչափով, որովհետև շատ հաճախ երբ որ դու ստեղծագործում ես ու նամանավանդ երբ որ քո մոտ ինչ որ բան ստացվում է, դա նաև ամենավտանգավոր կետն է լինում, երբ որ դու արդյոք կարամ ես ինչ որ նոր բան անեմ, հանդիսատեսը շատ դաժան է, երբ որ դու նորություն ես ուզում անես, ուզում ես քեզ տեսնել այնտեղ, ոնց որ դու կաս, դու պետք է լինես այդ ձևաչափով ու անկախ դա կլինի, որ մեդիայում ուզում եք կարող է դա լինի, եւ նկարչություն, եւ կատարողական արվեստ, հա, եւ մենք փորձում ենք նաև ստեղծել այդ ապահով տարածքը, որտեղ դու կարող ես փորձել քեզ նորովի, որտեղ մենք չենք ուզում որ ինչ որ չգիտեմ, կաստինգ չի էլի, որ դու լավն ես, դու վատն ես, էս, ու
այդ տարածքը, այդ ստեղծարարությունը ինքը երևի թե ամենակարևոր բանն է, որ հոսքով մենք կարողանում ենք ստեղծել, որովհետև հոսքում հետո մենք բոլորս արվեստագետներ ենք, այդ մեզ էլ է պակասում։ Այսինքն մենք հիմնականում ստեղծում ենք այդ արտիստները առասարակ նույնությունից հոգնում են, չէ՞, իրենց անդադար նոր ինչ-որ բաներ են պետք ու սա բացառիկ հնարավորություն է։ Բայց նաև հանդիսատեսը եւ մասնագիտական ոլորտը շատ դաժան է, երբ որ դու ուզում ես դուրս գալ եւ ինչ-որ նոր բաներ անել, եւ փորձում ես, որտեղ իրենք ասում են, հեյ, մենք քեզ ընդունել ենք, դու ստեղ ես, մնա տեղ ու տեղի։ Այդ ամենաֆանտաստիկ բաներից մեկն է կարծիքով։ Ես Ես վստահ եմ սրա մասին մենք խոսելու ենք, այսինքն երկրորդի մասին արդեն խոսանք։ Մյուս տարի երբ որ կգաք մեր մոտ, կգաք ձեր երեխաների հետ։ Իրենք կզբաղվեն այդտեղ։ Հուսով եմ իրանք կմնան երկուսը։ Միասեք տենց։ Ինչի բանես։ բազմազավակ հայր է։ Այո, ինտրոդուցի։ Փարկաստը աճ-աճ ստրթրում արդեն փաստացի։ Ես նաև հասկացա այսպեսի մի բան, որ սա մի մեծ համայնք է ձևավորելու ընթացքում։ Այսինքն, որովհետև այս 1.5 ամսվա ընթացքում տարբեր ուղեղներ, ճաշակներ, հոգիներ են գալու այնտեղ ու սա երկար կյանք է ունենալու։ Այսինքն ավարտից հետո նույնիսկ այդ կապը պահվելու է իմ կարծիքով սա հենց կարևոր նպատակներից մեկն է երևի։ Հա, ու ընդհանրապես հոսքը աշխատում է համայնքի հետ, մենք տարբեր ձևաչափեր ունենք, չգիտեմ, հենց ամսի 11-ին ժամը 7-ին Արմեն Եսայանցը կարդում է դասախոսություն Վենետիկի բիենալեի եւ Հայաստանի մասնակցության մասին։ Թվում է թե այս նույն հիմնադրամն է, որ իրականացնում է նման դասախոսություն, նման աշխատարան, ունենք notation լաբորատորիա, որտեղ ընդհանրապես անցած տարի աշխատել ենք Ավետ Տերտերյանի սիմֆոնիա համար 3-ի հետ ու տարբեր աշխատարաններում մենք աշխատում ենք շատ տարբեր համայնքների հետ։ Ու նաեւ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում լավ, սա չասեմ։ Մենք բոլորս գիտենք, որ աշխարհում շատ կան այսպես ասած խմբավորումներ, որոնք իրար հետ չեն խոսում եւ դա շատ է արտահայտվում արվեստի ոլորտում, դե ոնց որ ես մի խումբը գնում եմ այս մի միջոցառումներին, ես մյուս խումբը գնում եմ մյուս միջոցառումներին եւ մենք տենց ունենք հետաքրքիր մի բան, որը կոչվում է մասնագիտական անտարբերություն, որ եթե ես քո խմբի մեջ չեմ, ապա իմ արածը ուղղակի գոյություն չունի տվյալ խմբի համար։ Եվ նաեւ մենք փորձում ենք մի փոքր փորձում ենք, այսինքն պետք չէ տենց ոնց որ չեմ ուզում ասած ինչ որ փրկիչի բանով լինենք, բայց մենք փորձում ենք նաեւ տարբեր խմբերի ու տարբեր ոլորտային ներկայացուցիչների հետ աշխատել, որտեղ որ այդ համայնքը իրար գտնելով, այսինքն հետոն ինչը, համայնքը երբ որ տարբեր կցորդներ ա ունենում, ինքը զարգանում է, ինքը արդեն դառնում է էկո համակարգ, ինքը էլ չի լինում դուք եւ ձեր կոմֆորտ ընկերությունը այդ նոր միաձուլումները նաեւ բերում են նոր համագործակցություններ իսկ մենք արդեն մեր կողմից էլ արդեն փորձում ենք այդ համագործակցությունները պահել, պահպանել, աջակցել, տալ հնարավորություններ եւ մնացածը, որովհետեւ հնարավոր չի, այսինքն այն մյուս հարցն է պետք է մենք բոլորին տանք գումար, թե պետք է ստեղծենք հնարավորություններ։ Մենք գալիս ենք այն մյուս կողմից, որ ստեղծում ենք հնարավորություններ նաեւ այդ նոր կապերի, որը ցավոք սրտի, երբ որ քո դիմաց կա խնդիր, որ պետք է փող աշխատես, մասնագիտական այդ բոլոր ծանր ուժը արդյոք դու ճիշտ տեղ ես գնում, ոնց ես գնում, այդ ամեն ինչի մեջ դու մի հատ էլ չես մտածում համընդհանուր համայնք, էկո համակարգ, իսկ մենք փորձում ենք այդ հարցերը լուծել։ Շատ լավ։ Ես ներողություն եմ խնդրում, իհարկե ցավոք սրտի մենք ժամանակի առումով փոքր ինչ աղքատիկ ենք այս պահին, չենք կարող շարժամասից տրամադրել։ Այո, եւս մեկ անգամ հիշեցնենք մանրամասների բոլոր հարցերի, ինչպես դիմել, ուր դիմել, ուր հոսքի կայք։ Այո, hosk.co, այսինքն co կամ մեր սոցիալական հարթակները բոլոր տեսակ եւ ուղղակի զուտ նշեմ այսօր ապրիլի 9-ն է, վաղը ապրիլի 10-ն է, մեր վերջնաժամ, հետո 12-13-ը, բանը, մեր վերջնաժամկետը ապրիլի 10-ին է եւ իրոք աշխատարանը սկսվում է ապրիլի 10-ին։ Հա, եթե ձեր մոտ ցանկություն Աստծո, եթե ձեզ մոտ կա ցանկություն, շտապեք, ձեզ մոտ կարող է ստացվել։ Չէ, ուղղակի ուզում եմ ասել, որ միշտ մտածում են, մյուս տարի կարող եմ դիմել, հիմա չէ, բավոր, միշտ կարելի է օգտագործել հիմա եւ այս պահին հնարավորությունները, որովհետեւ մենք էլ մեր կողմից փորձում ենք անել այն հնարավորը, որ փորձառությունը արվեստագետի համար լինի նոր գիտելիքներով եւ կարողություններով եւ հարգանքով։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր հոսք մշակութային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մելքե Գալստյանը, շնորհակալ ենք ձեզ շատ։ Ձեր էներգիայով դրական լինելու համար։
Ձեզ նույնպես։